Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Հայրը տխուր կանգնած էր պատուհանի մոտ, մի քանի օր առաջ իր կրտսեր որդին վերցնելով իր ժառանգության գումարը թողել հեռացել էր տնից։ Նա գնացել էր նույնիսկ հետ չնայելով։ Հայրը սիրում էր նրան։ Որտեղ է իր որդին, ինչպես է նա։ Ըստ երևույթին նա լավ էր, շատ գումար ուներ, շատ ընկերներ և մի խնջույքից մյուսներ գնում։ Խնջույք, ուրախություն, խմիչք և բաներ, որոնք նա գիտեր, որ սխալ են։ Նա պարզապես գնում էր ամբոխի ուղղությամբ։ Շուտով նրա ամբողջ գումարը վերջացավ, ընկերները հեռացան նրանից։ Աշխատանք չունենալը մեծ խնդիր էր։ Վերջապես նա մի ագարակատիրոջ մոտ աշխատանք գտավ։ Կերակրում էր խոզերին, դա ամենավատ աշխատանքն էր, որ կարող էր երբևէ անել։ Նա քաղցած էր և պատրաստ ուտելու նույնիսկ խոզերի ուտելիքը, թեփը, սակայն ոչ ոք դա էլ չէր տալիս նրան։ Եվ մի օր նա քաղցած և պատառոտված հագուստով նստեց վատ հոտ ունեցող խոզերի կողքին ու սկսեց տխուր մտածել։ Հայրը սիրում էր նրան։ Արդյոք նա հիշում էր դրա մասին։ Նա ինչ-որ բան մտածեց, հանկարծակի կանգնեց և ասաց. Ես տուն կգնամ, ներողություն կխնդրեմ, կասեմ հորս, որ սխալվել եմ իմ ուզած ճանապարհով գնալով։ Նա իրոք ցանկանում էր իր հորն ասել սա։ Պատկերացրեք, նույնիսկ երբ որդին դեռ չէր հասել և հեռու էր տնից, հայրը տեսավ նրան։ Նա սիրում էր իր որդուն և վազեց դիմավորելու նրան։ Նախքան որդին որևէ բան կասեր, հայրն իր ձեռքերի մեջ առավ որդուն, գրկեց ու համբուրեց։ Նա մեծ ուրախությամբ կանչեց իր սպասավորներին ու նրանց ասաց. «Շտապեք, բերեք մաքուր հագուստ, մատանի և կոշիկներ, պատրաստվեք խնջույքի, մենք պետք է տոնենք սա, իմ որդին այստեղ է, իմ այս որդին կորած էր, բայց գտնվել և վերադարձել է ինձ մոտ»։ Ինչպես հայրն էր սիրում իր որդուն, նույնպես էլ Աստված է սիրում ինձ և քեզ։ Նա ուզում է, որ գնանք իր մոտ և ապրենք իր հետ։ Այդ պատճառով էլ Հիսուսը պատմեց այս պատմությունը։ Եթե ուզում ես ավելին իմանալ Աստծո և նրա սիրո մասին, ապա խնդրում եմ, գրիր ինձ։ Մեզ հետ կարող ես կապվել հայփոքրիկ@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOKRIK@gmail.com։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է և Նիկեն։